Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ասում են, առողջ մարմնում, առողջ հոգի, եթե դրին պարկում կարող է իսկապես ձեր միտքն ու հոգին լիցքաթափվել, ապա առողջ մարմին դուք կարող եք ունենալ մեր հավատարիմ գործընկերոջ մոտ, դա Աջափնյակ բժշկական կենտրոնն է եւ հիմա մեր եթերը տրամադրելու ենք հենց Բժիշկ Մանուկյանին։ Առողջ երկիրն է Բժիշկ Մանուկյանի հետ եւ այսօր նրա հյուրը Armenian Leasing Company ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն է։ Հետաքրքիր ու տեղեկատվական հարցազրույց այն համատեքստում, որ բժշկի պրոֆեսիոնալիզմից բացի կարևոր է նաև բժշկական սարքավորումների եւ գործիքների ժամանակակից ու որակյալ լինելը, կարծում եմ դա ոչ պակաս կարևոր է, քան հենց բժշկի պրոֆեսիոնալիզմը։ Այո, Բժիշկ Մանուկյան, եթերը ձերն է։ Եվ վերադառնանք։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին եթերում է առողջ երկիր հաղորդաշարը, ես Բժիշկ Մանուկյանն եմ։ Ինչպես գիտեք, շատ կարևոր գործառույթ է բժշկական սարքավորում, որակյալ սարքավորում ունենալը, որպեսզի մենք բժիշկներս կատարենք լիարժեք գործառույթ, որակյալ հետազոտություններ եւ այլն, ինչպես ասում եմ, ռենտգենը մեր աչքերն են։ Այսօր մենք կհասկանանք ինչ լիզինգային հնարավորություններ է տալիս Armenia Leasing ընկերությունը մեր հայ բժիշկների համար։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ հասկանանք ինչ է լիզինգը առհասարակ եւ արդյոք ինքը լիզինգը որպես այդպեսին կարող է լինել այլընտրանք այն մեր բժիշկներին, բժշկական կլինիկաներին, այն դեպքում, երբ որ իրենք ունեն ազատ միջոցներ միգուցե եւ ուզում են տարբեր տեսակի սարքավորումներ գնել հենց կանխիկ։ Ինչպես նշեցիք, ինչպես եւ տնտեսության մյուս ճյուղերը, բժշկությունը, առողջապահությունը զարգանում են շատ արագ եւ բոլոր բուժառուների պահանջմունքներից ելնելով բժշկական հաստատությունները ստիպված են մրցունակ առաջարկներ ներկայացնել եւ այդ առաջարկները պետք է առաջին հերթին հիմնված լինեն տեխնոլոգիաների վրա եւ բժշկական սարքավորումների լիզինգը հենց այդ հնարավորությունն է տալիս բժշկական հաստատություններին ձեռք բերել հիմնական միջոցներ եւ նորացված, թարմացված հիմնական միջոցներով հանդես գալ տվյալ ընկերությունում, որը առաջանցիկ պրոդուկտը իրենց մոտ կդարձնի շատ ավելի շահավետ եւ ֆինանսավորում իրականացնել այդ ապրանքների ձեռքբերման համար առանց էական միջոցներ ներգրավելու կամ առաջանցիկ կերպով որևէ վճարումներ կատարելու։ Եվ լիզինգային ծառայության էությունը հենց բժշկության ոլորտում ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Ես կուզեի անպայման նշել, որ ի տարբերություն տնտեսության այլ հատվածների, որտեղ օրինակ շինարարությունում ենթադրենք շինարարական տեխնիկան դա համարվում է պրոյեկտի ինքնարժեք։ Բժշկական ծառայության ոլորտում բժշկական սարքավորումը ժամանակակից տեխնոլոգիան համարվում են միևնույն ժամանակ այդ կոնկրետ այդ բժշկի մասնագետի նաև հիմնական գործիքը, որով ինքը կարողանում է ծառայություն մատուցել եւ ըստ էության այստեղ մասնագետի ֆակտորը նույնպես շատ կարեւոր է։ Դրա համար բժշկական ծառայությունների լիզինգը մեկ բառով ներկայացնելիս պարտադիր անպայման շեշտադրումը իրականացնում ենք հենց ով է այդ ծառայությունը մատուցողը։ Դա շատ կարևոր եզրույթ է մեր տեսանկյունից եւ Armenia Leasing ընկերությունը պրոդուկտները միշտ մշակելիս հիմքում դնում է ֆինանսական լուծումներ տրամադրելը, այլ ոչ թե միայն ապրանքի վաճառքը կամ միայն ֆինանսական գործարք իրականացնելը։ Մենք երբ ցանկացած լիզինգային ծառայություն առաջարկում ենք, անպայման հարմարվում ենք տվյալ հաճախորդի պահանջմունքին, ինչ է նա ուզում, միանավակ որևէ գումար չներդնել կամ ներդնել շատ փոքր գումար դիմացը ունենալ այդ հիմնական միջոցը, այդ տեխնիկան եւ ծառայությունները սկսել մատուցել մինչեւ սեփականության իրավունքը իրեն հասնել։ Այսինքն գործիքը այնքան ճկուն ու հարմարեցված է եւ հատկանշական է այն, որ բժշկական ծառայությունների ինչպիսի տեսակ էլ որ դա լինի, դա կլինի ամբուլատոր, դիագնոստիկ, տարբեր տեսակի ստացիոնար եւ այլ, դրանց համար առանձին գործիքակազմ գոյություն ունի։ Նախ եւ առաջ ներկայացնենք մեր հեռուստադիտողներին, ինչ է իրանից ներկայացում բժշկական լիզինգը, արդյոք կա այստեղ արտոնյալ հնարավորություններ։ Միգուցե շատերը չգիտեն, որ պետությունը սուբսիդավորում է այդ ամենը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը, եւ այս պարագայում մենք շատ փոքր տոկոսով, ցածր տոկոսով հնարավորություն ունենք ձեռք գնել
նոր տեխնոլոգիաներ, գեր ժամանակակից սարքավորումներ եւ իհարկե դրա շնորհիվ մենք կգրավենք նոր բուժառուներ եւ կստանանք լիարժեք արդյունք։ Այո, իհարկե, շատ ճիշտ նշեցիք, տնտեսության արդիականացման ծրագիրը, որը ամենախոշորն է այս պահին Հայաստանում եւ պետության կողմից աջակցություն է լիզինգային գործարքներին, հնարավորություն է տալիս նաեւ բժշկության ոլորտում իրականացնել լիզինգային գործարքներ արտոնյալ պայմաններով, որովհետեւ պետությունը 6-ից 8% տարեկան տոկոսադրույքը ֆինանսավորում է արտոնյալ տարեկան տոկոսադրույքից զատ, այսինքն ստացվում է, որ մեր հաճախորդները իրականում 0-ից մինչև 4-5%-ով հնարավորություն ունեն տարեկան տոկոսադրույքով ձեռք բերել այդ հիմնական միջոցները եւ հատկանշական է նաեւ այն փաստը, որ պետությունը ռազմավարական ուղղություն է համարում բժշկությունը եւ առողջապահության զարգացումը, դուք եք այդ ոլորտի մասնագետը, ինձանից լավ գիտեք, որ այս ոլորտում մենք ունենք բավականին լուրջ ծառայությունների մակարդակ ամբողջ տարածաշրջանում եւ դա է հիմքը եղել, երբ որ պետական աջակցության ծրագրերը մշակվում էին, բժշկությունը առաջանցիկ դարձնել այդ ուղղություններից մեկը։ Ես բացի Armenia Leasing ընկերությունը ներկայացնելուց, նաեւ քանի որ ներկայացնում եմ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, պետք է նշեմ, որ մենք այս ոլորտում պորտֆելային առումով 20%-ից ավել պորտֆել ունենք ընդհանուր լիզինգային գործարքների մեջ, դա բավականին էական թիվ է։ Եթե մենք ընդհանուր երկրի մասշտաբով ունենք 350 միլիարդ լիզինգային պորտֆել, այդտեղից 65-70 միլիարդը դա բժշկությունն է այս պահին։ Այո, շատ կարևոր է, իրականում շատ են լինում իմ գոլեգաները հարցնում են, արդյոք հնարավոր է գնել այս կամ այն սարքավորումները մաս-մաս վճարելով եւ այլն եւ խուսափել այդ տոկոսադրույքից, այս պարագայում դուք կարող եք հարգելի բարեկամներ անգամ 1-2 տարով 3, ինչու՞ չէ նաեւ գնել այդ սարքավորումները եւ նույնպես գրեթե չվճարել որոշակի հավելյալ տոկոսներ։ Մեծեղ սերվիս ընկերություն, ավելի քան 35 տարի մեծեղ սերվիս ընկերությունը շուկայում գրավում է իր ուրույն դիրքը, բավականին մեծ հաճախորդներ, բավականին մեծ հեղինակություն, եթե կարելի է պատմեք, ինչ փորձ ունեք մեծեղ սերվիս ընկերության հետ աշխատելիս։ Armenia Leasing ընկերության բացման առաջին իսկ օրերից համագործակցել ենք պետտեղ սերվիս ընկերության հետ եւ հենց առաջին իսկ օրերից հասկացանք, թե ինչքան ճիշտ ընտրություն ենք կատարել առհասարակ գործընկերոջ ընտրության մեջ, որովհետեւ ինչպես նշեցի նախկինում, մեզ համար կարևոր է երկարաժամկետ համագործակցությունը եւ հաշվի առնելով մեղտեղ սերվիսի թե համբավը եւ իմիջը այս ոլորտում, ինչպես նաեւ այնպիսի ընկերության ներկայանալը շուկայում, որը գրեթե փակում է բոլոր ուղղությունները բժշկության սարքավորումների, բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, մենք հասկացանք, որ այստեղ պետք է հատուկ առաջարկով հանդես գալ եւ այդ հատուկ առաջարկը արդեն 5 տարի է ինչ գործում է մեր համատեղ պրոդուկտների գործիքակազմում եւ շատ մեծ հաջողություն է վայելում նաեւ մեր հաճախորդների համատեղ հաճախորդների շրջանում։ Իհարկե այդ առաջարկը նաեւ հիմնված է մեր հետագա համագործակցության տեսլականի վրա, որովհետև այստեղ ինչու ստացվեց մեր այս համագործակցությունը, ես կարծում եմ, որ ամենամեծ պատճառը դա մեր արժեքների համընկնումն էր։ Այսինքն մենք կոնկրետ հաճախորդների հետ աշխատում ենք ոչ մեկ անգամյա գործարքի համար։ Մեր պրոդուկտները նույնպես հարմարեցված են հենց այդ արժեքից ելնելով կառուցելու այդ համագործակցությունը։ Աշխատում ենք հետագա համագործակցության համար, աշխատում ենք, որպեսզի մենք լսում ենք մեր հաճախորդներից կարծիքներ, որ այ օրինակ մետեղ սերվիսի հետ համագործակցության ընթացքում մենք ունեցել ենք տեխնիկական խնդրեմ, որը լուծվել է մի քանի ժամվա ընթացքում։ Դա մեր համար շատ ամենակարևոր ազդակներն են, որովհետև այս պարագայում դու միայն ոչ թե հանդես ես գալիս որպես ֆինանսական գործընկեր, այլ միևնույն ժամանակ դուք երկուսդ միասին վաճառում եք ֆինանսական լուծումներ եք վաճառում, հարմարեցված, դա կլինի փոքր բժշկական կլինիկա, դա կլինի փոքր ամբուլատոր, ինչ-որ փոքրիկ ծառայություն, թե մեծ բժշկական հաստատություն, մեր ծառայությունները համատեղ հարմարեցված են այդ ուղղությամբ։ Ուստի այն պրոդուկտները, որը մենք համատեղ մշակել եւ ներդրել ենք, եւ որը այս պահին հենց պետական աջակցության ծրագրերի ելնելով եւ նաեւ այն ներգրաված միջոցների եւ ֆոնդերի հաշվին է, որ մենք ունենք, մենք ներկայացնում ենք բացառիկ առաջարկ այս պահին Հայաստանում բժշկական սարքավորումների ձեռքբերման լիզինգով, դա սկսած 0% կանխավճարից, տարեկան 0% տոկոսադրույքով եւ մինչեւ 60 ամիս մարման ժամկետով ֆինանսավորումն է այն բոլոր բժշկական գործիքների, պարագաների եւ մեծ սարքավորումների, որոնք սկսվում են 500,000 դրամից մինչեւ
1 միլիարդ դրամ, այսինքն այս առումով մենք փակում ենք ամբողջ սպեկտրը եւ հնարավորություն ունենք ներկայանալու եւ փոքր հաճախորդների եւ միջին եւ խոշոր։ Հատկանշական է նաև այն եւ դա կարծում եմ համարում եմ շատ մեծ մրցակցային առավելություն, որ MedTech Service-ի հետ համատեղ մենք կարողանում ենք հատուկ առաջարկներ ներկայացնել նաև մարզային կլինիկաներին, ինչպես նաև նորաստեղծ բժշկական հաստատություններին, որոնք չունեն դեռևս բավարար փորձ այս ոլորտում, սակայն ունեն հնարավորություն, մասնագիտական պատրաստվածություն եւ ինչ որ պլատֆորմ հետագա զարգացնելու եւ հետագայում այդ ապրանքը առաջարկելու համար ուստի մշակված են նաեւ գործիքներ նորաստեղծ ընկերությունների եւ նաեւ հենց ռեգիոնալ բժշկական հաստատությունների համար, ինչի շեշտադրումը մենք նախորդ տարի եւ այս տարի արեցինք MedTech Service-ի հետ համատեղ, երբ որ ներկայացնում էինք հենց հատուկ ռեգիոններում գտնվող ծառայությունների համար առաջարկներ եւ լուծումներ, որովհետեւ գտնում ենք, որ մեր մարզերի բնակիչները նույնպես Երևան պետքա չհասնեն այս կամ այն փոքր միջամտության համար եւ դա մեզ համար շատ կարեւոր է նախ առաջին հերթին մենք որպես սոցիալապես պատասխանատու կառույց այս առումով նույնպես պատասխանատվություն ենք զգում եւ միևնույն ժամանակ տեսնում ենք այդ աջակցությունը հենց MedTech Service-ի կողմից։ Շատ կարևոր միտք արտահայտեցիք այս երակողմ համագործակցության մեջ, հա, MedTech Service, Armenia Leasing եւ հաճախորդ, մենք փաստորեն կիսում ենք որոշակի պատասխանատվություն, թե որակային, թե սպասարկման հետ կապված, որը որ շատ կարևոր է եւ այս պարագայում ինչու՞ չէ նաեւ MedTech Service ընկերության համար նույնպես հաջողություն համագործակցել Armenia Leasing-ի հետ եւ ստանալ այդ արժեքը որպես այդպեսին։ Երկու բառով, եթե կարելի է, արդյոք կարելի է հաստատել եւ շեշտել, որ MedTech Service-ը եւ Armenia Leasing-ը ունի հատուկ իսկապես բացառիկ էքսկլյուզիվ առաջարկներ, որը որ չունի այլ ընկերությունները եւ այլ լիզինգային ընկերությունները։ Այո, հենց այդպես է, որովհետեւ մենք չունենք 0% կանխավճարով եւ 0% տոկոսադրույքով այս պայն ֆինանսավորման հնարավորություն այլ բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ Ճիշտ է, դրանք նույնպես մատչելի են, բայց այս առաջարկը բացառիկ է եւ հատուկ, որովհետեւ հնարավորություն է տալիս առանց սկզբնական միջոցներ ներգրավելու եւ առանց լրացուցիչ տոկոսներ վճարելու ես դրանց անվանում եմ պարտքով ձեռքբերում։ Պարտքով ձեռք բերել կոնկրետ այդ հիմնական միջոցը եւ էականը գիտեք ինչու՞մն է, որ շահույթներ ստանում են եւ արդյունք ստանում են արդեն իսկ 3-4 ամսվանից, սակայն դեռևս չլինելով դրա սեփականատերը։ Վերջում լիզինգի էությունն է այդպեսին, որ վերջում են դառնում սեփականատերը իրավաբանորեն, բայց ըստ էության ամբողջությամբ օգտագործում են հիմնական միջոցը։ Շատ շնորհակալություն։ Իսկապես շատ կարևոր է ժամանակակից նորագույն բժշկական սարքավորումներ ունենալը, ես ինչպես միշտ ասում եմ, որպես բժիշկ իմ համար դա առաջնահերթն է, ֆունդամենտալն է, ձեզ հետ Բժիշկ Մանուկյանը կհանդիպենք։